Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթ արեմը հայերենով ամփոփելու ժամն է, ես Լուսի Վանա Կարապետյանն եմ։ Աշխատանքի և աշխատավորներու համերաշխության միջազգային օրվան առթիվ պետական բարձր ղեկավարությունը հանդես եկած է շնորհավորական ուղերձներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծած է աշխատանքի թերը երկրի զարգացման գործի մեջ, իսկ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարևորած են աշխատասիրությունը և աշխատող քաղաքացիներու իրավունքներու պաշտպանությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքի և աշխատավորներու համերաշխության միջազգային օրվան առթիվ իր ուղերձի մեջ շնորհակալություն հայտնած է Հայաստանի մեջ աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված, հարգերն ու դուրքերը վճարող բոլոր մարդոց։ Վերջին տարիներուն մենք աշխատանքի ոլորտներս հասած ենք լուրջ հաջողություններով 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխութենենի վեր Հայաստանի Հանրապետության մեջ ստեղծված է շուրջ 280,000 աշխատատեղ։ Հեղափոխութենենի հետ Հայաստանը բարձր տնտեսական աճ ապահոված է։ Արձանագրված ցուցանիշները բարձր եղած են թե աշխարհի, թե Եվրասիական տնտեսական միության միջինեն 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը 53.9%-ով աճած է։ Պետական տարեհաշիվի հարգային եկամուտները ավելի քան կրկնապատկված են։ Այս ամենը նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության մեջ աշխատող արդյունք ստեղծող օրենքով սահմանված հարգերը եւ դուրքերը վճարող քաղաքացիներուն շնորհիվ է։ Եվ այսօր մենք կքովերքենք աշխատանքը, աշխատող մարդը։ Աջակցության տարբեր ծրագիրներով 2018 թվականին ի վեր կառավարությունը քաղաքացիներուն եւ ընկերություններուն վերադարձուցած է շուրջ 1.4 տրիլիոն դրամ, որ քնահանդանք է աշխատանքին եւ աշխատող մարդուն, ընդգծած է վարչապետը, հավելելով, որ աշխատանքին աջակցելու այս ծրագիրները նաեւ ընկերային մեծ ազդեցություն բերած են։ Մեր երկրի մեջ զայրահեղ աղքատությունը ըստ էության վերացման շեմին է։ Համոզված եմ անոր վերացումը շատ շուտով պիտի արձանագրվի պաշտոնապես։ Որևէ աշխատանք արժանի է հարկանքի, բայց նաև պիտի արձանագրենք, որ աշխատանքը կգրնա արդյունք բերել։ Եթե հիմնված լա գրթության, գիտելիքի, մասնագիտական հմտությունները անդադար զարգացնելու եւ հղկելու, ավելին գիտնալու եւ գիտածը իրացնելու, տնտեսականացնելու, աննահանջ ցկտման վրա։ Ժամանակակից իրողությունները կստիպեն այս ամենուն ավելցնել վերամասնագիտացումը, որովհետեւ օրեօր զարգացող արհեստական բանականությունը էականորեն պիտի փոխի աշխատանքի շուկան եւ առավել եւս այս պայմաններում մեջ սորվիլը գրթվիլը գիտնալը զարգանալը աշխատանք ունենալու եւ ունեցած աշխատանքը ավելի արդյունավետ ու եկամտաբեր դարձնելու միակ ճանապարհն է։ Թիմելով Հայաստանի քաղաքացիներուն եւ մեր երկրի մեջ գործունեություն ծավալող օտարերկրյա քաղաքացիներուն, երկրի ղեկավարը շեշտած է, համատեղ աշխատանքի արդյունքով Հայաստանը վերափոխված է եւ դարձած է շատ ավելի լավ պետություն, թե կրթության, թե աշխատանքի, թե արձակուրդի, թե ապրելու համար։ Հայաստանի Հանրապետությունը ծաղկում գաբրի եւ ասիգա բոլորիդ աշխատանքին շնորհիվ է։ Մենք կձրակրենք հարաճիգա դարիներուն շարունակել այս ընթացքը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նորանոր հնարավորություններ կփանա ներդրումներու, գործարարության, տնտեսական գործունեության եւ գրթության համար։ Բոլորիդ կրգին շնորհակալություն կհայտնեմ ձեր ամենօրյա աշխատանքին համար եւ կշնորհավորեմ աշխատանքի օրվան արդիվ։ Գեցե աշխատանքը, գեցե գրթությունը, փառք նահատակներուն եւ գեցե Հայաստանի Հանրապետությունը։ Այս տոնը եւս մեկ արիթ է ընդգծելու աշխատանքին կարևոր թերը մեր պետության կայացման եւ հասարակական կյանքի զարգացման գործի մեջ։ Մայիս 1-յան ուղերձի մեջ նշած է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Յուրաքանչյուր երկրի հարաճընթացի հիմքին մեջ անհադի պատասխանատու եւ բարեխիղճ գործունեությունն է, որ գաբահովե թե ընտանիքներու բարեկեցությունը, թե pedagogical հզորացումը։ Մեր ժողովրդի աշխատասիրությունն ու ստեղծագործական ներուժը պատմականորեն եղած են մեր կոյադևման եւ հարաճընթացի գլխավոր երաշխիքը։ Այսօրալ մարդահրավերներով լեցուն ժամանակաշրջանի մեջ հետևողական աշխատանքին շնորհիվ է, որ կստեղծենք նոր արժեքներ եւ կամրապնդենք մեր երկրի տնտեսական հիմքերը։ Որպես պետություն մեր առաջնահերթություններն է աշխատանքային իրավունքներու պաշտպանությունը եւ արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններու ապահովումը։ Օրը կխորհրդանշե աշխատանքին արժեքը, մարդու ստեղծարար ուժը եւ այդ ներդրումը, որ յուրաքանչյուր աշխատող կգադարե իր պետության զարգացման գործի մեջ, նշած է ազգային ժողովի նախագահը։ Աշխատանքը ոչ միայն յուրաքանչյուրիս համար անձնական գարիքներու ապահովման կենսական անհրաժեշտություն է, այլև հասարակության հարաճընթացին ու բարեկեցության հիմքը։ Գաշխատի քաղաքացին կզարգանա տնտեսությունը, ապահովելով պետության հարաճընթացը։ Մեր իշխանությունը ստեղծած է այնպիսի միջավայր, ուր աշխատանքը կքնահատվի ավելի արժանավայել կերպով, ուր աշխատողները ավելի պաշտպանված եւ խրախուսված են, քան մինչեւ 2018 թվականի թավշյա հեղափոխություններ։ Սակայն ըսածս չի նշանակեր, որ այս ուղղությամբ այլևս ընելիքներ չունենք։ Մենք պետք է միասին շարունակենք ձևավորել արդար զարգացող ու հնարավորություններով լեցուն պետությունը, ուր յուրաքանչյուր մարդու աշխատանքը կունենա դեսանելի արդյունք եւ իրական արժեք։
Աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարար Արսեն Թորոսյանն ալ իր ուղերձի մեջ թիմելով աշխատավորներուն ընդգծած է իրենց ամենօրյա աշխատանքը այն ամուր հիմքն է, որուն վրա կգառուցվի մեր պետության ու պետականության գայուն, խաղաղ եւ բարեկեցիկ ներկան ու աբական։ Պատասխանատվությունը, աշխատասիրությունն ու ստեղծարար մոտեցումները պիտի շարունակեն լալ համատեղ հաջողություններու շարժիչ ուժը, հավելած է նախարարը։ Փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևի նախագահությամբ Աղվերանի մեջ տեղի ունեցած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովներու 13-րդ հանդիպումը։ Կողմերը համաձայնեցուցած եւ փոխանակած են սահմանազատման փորձագիտական խումբերու աշխատանքի, սահմանազատման քարտեզի ստեղծման, սահմանազատման փաստաթուղթերու ձևակերպման եւ հրաբարակման կարգերու մասին ուղեցույցերը։ Թիմած են իրենց կառավարություններուն զանոնք հաստատելու համար։ Գրիգորյան Մուստաֆայև քննարկման ընթացքին ընդգծված որ թեպի Հայաստան բեռներու դարանցումը Ադրբեջանի դարածքեն հաջողությամբ կիրականացվի։ Քողունակությամբ նշված է, որ Ադրբեջանը կիրականացնե քարուղային մթերքի մատակարարում թեպի Հայաստան, ինչ որ կվկայե երկու երկրներու միջև արևդրատնտեսական կապերու ձևավորման մասին։ Տեղի ունեցած է նաև կողմերու կորձարար շրջանակներու ներկայացուցիչներու մասնակցությամբ քննարկում արևդրատնտեսական կորձունեության զարգացման Ապրանքներու եւ ծառայություններու փոխադարձ մատակարարումներու տարանցիկ փոխադրումներու վերաբերյալ նշված է, որ ցերկբերված արդյունքները հնարավոր դարձած են վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական կամքին շնորհիվ։ Հանդիպման արդյունքներով ստորագրված է արձանագրություն, կողմերը պայմանավորված են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանի մեջ հաջորդ հանդիպումը իրականացնելու օրը։ Փարիզի մեջ Հայաստանի տեսփանությունը տեղափոխված է նոր նստավայր, անիկա հիմա տեղակայված է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Եստենի առանձնատան մեջ, ինչ որ Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը խորհրդանշական համարած է Հայաստան-Ֆրանսա հարաբերություններուն համար։ Նստավայրի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցած են Արարատ Միրզոյանը եւ Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործոց նախարար Ջան Նոել Բարոն։ Արարողության ընթացքին տեսփանության արչեւ բարձրացված է Հայաստանի դրոշը, հնչած են երկու երկրներու պետական օրդներքները։ Այս հանդիսավոր բացումը տեղի է ունենում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան նախատեսվող պետական այցից օրեր առաջ, այց, որը համոզված եմ կդառնա մեր երկկողմ հարաբերությունների պատմության կարևորագույն հանգրվաններից մեկը։ Ըստ էության Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնումից հետո Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները հետևողականորեն զարգացել են եւ այսօր Ֆրանսիային եւ Հայաստանին հաջողվել է ձևավորել ռազմավարական բնույթի հարաբերություններ հիմնված քաղաքական սերտ երկխոսության, կանոնավոր բարձրաստիճան շփումների, ակտիվ խորհրդարանական եւ ապակենտրոնացված համագործակցության եւ բազմավոլորտ գործընկերության վրա, ինչը տեսանելի է ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ եվրոպական եւ միջազգային մակարդակներում։ Իսկապես ռազմավարական գործընկերություն, որը շուտով կամրագրվի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթով։ Մենք բարձր ենք գնահատում նաև Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործում, մեծապես գնահատելի է Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության, Հայաստանի ժողովրդավարական ուղուն եւ Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումներին Ֆրանսիայի ամուր հանձնառությունը եւ աջակցությունը։ Le président de la République se rend... Քանի մօրեն Ֆրանսիայի նախագահը pedagogan այցելությամբ պիտի գտնվի Հայաստանի մեջ։ Ադիգա պիտի նշանավորե մեր երկու երկրներում միջև գաբերու բացարիք ամրապնդումը։ Այդ ժամանակ Երևանը պիտի դառնա Եվրոպայի փափախող սիրտը։ Անիգա պիտի հյուրընկալե Եվրոպական քաղաքական համայնքի քակատնաժողովը եւ Հայաստան Եվրամիություն առաջին քակատնաժողովը։ Այս իրադարձությունը վկայություն է, որ մեր երկու երկրները վճռականությամբ եւ վստահությամբ միասին կքալեն թեպի աբակա Հայաստանի համարձակ հանձնառությունը Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ուղղությամբ բացած է նոր հորիզոն Հարավային Կովկասի մեջ խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման ճանապարհին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցելությամբ գտնված է Գեղարքունիքի մարզին մեջ ծանոթանալու կրթական եւ ենթակառուցներու ծրագիրներու ընթացքին։ Անընդհատս այցելած են օրագարույց ու վերանորոգված մանկաբարձներ եւ դպրոցներ, ծանոթացած է ճանապարհաշինական աշխատանքներուն եւ չերմադենային տնտեսության կորձունեության։ Վարչապետը թիդարգած է կատարված աշխատանքներու որակը եւ ծանոթացած է բնակիչներու բարձրացուցած խնդիրներուն։ Քավար համայնքի Փերտկունք բնակավայրը մանկաբարձ չեր ունեցած, հիմա ունի ներառյալ մանկամսուրի հնարավորությամբ։ Հարգելի կառավարության անդամներ, համեցեք մեր նորակառույց մանկաբարձ։
Նորագառույց մանկաբարձը նախադեсված է 90 երեխայի համար, 33 երեխա հերթակրված է։ Ու շուտով պիտի սկսի հաջողել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես սովորաբար, գադարված աշխատանքի որակը ուսումնասիրեց ամենայն մանրամասնությամբ։ Այս բանի հատվածը տենց պետք է լինի, այդ ինչ որ բանով ինչ որ բանա փաթաթած տենց պետք է լինի։ Ֆայկա չի, բանա փաթաթած։ Ստեղ էլ խնդիրներ ունենք։ Հեն այ ոնց է դրած, այդ ես ճիշտ ասել եմ ձեր հա, օքեյ։ Երկհարգանի այս մանկաբարձի մեջ վարչապետը կարևոր համարեց, որ հնարավորության բարակային մանկաբարձը ըլլան մեկ հարգանի։ Որոշակի լարվածություն այլ երեխեք են իջնելից բարձանալից մեկ էլ աչքի դեմից բանը լինեն գնան աստիճանների մոտ եւ այլն։ Այսինքն մտածում եմ չէ, բայց դե ամեն դեպքում լարվածություն է, էլի, մի արկանին մանկապարտեզի համար, եթե կա տարածք, իսկ այս դեպքում ոնց որ տարածք կարար լիներ։ Բայց չի ստացվի։ Փաշինյանը գարձիկ հայտնեց, որ մանկաբարձներու բարակայինալ նախագծերը չափորոշելը ճիշտ կլա։ Շնորհավորում եմ մայրիկներին հատկապես շնորհավորում եմ մանկապարտեզի առիթով։ Բոլորը սաներ են մանկապարտեզի երեխեքը։ Շատ լավ, փոքր տարիքից էլ կան 2 տարեկան մսուրայինի։ Շատ լավ։ Բա աշխատատեղ կա, որ նաև մայրիկները աշխատեն, թե չկա աշխատատեղ։ Կա։ Աշխատող մայրիկներ ունենք։ Չէ, ոչ միայն մանկապարտեզում, ընդհանրապես։ Հա, շատ լավ։ Բա մենք մանկապարտեզները դրա համար ենք կարևորում, որ երիտասարդ մայրիկներ այդ թվում աշխատեն, տնտեսվարեն, փոքր եւ միջին բիզնես ստեղծեն եւ այլն եւ այդպես շարունակ։ Քայլ, տենց։ Ես եմ շնորհակալ։ Լավ է։ Քյուղի բնակիչները մանկաբարձի համար շնորհակալ են, բայց ըսին խնդիրներ ալունին։ Հարազատ Բերդկունքի մեջ վարձու աբրող բնակիչը գուզե գդոր մոհող կնել։ Շուգայական կնով հաշվարկել է յետք, արժեքը գազմած է ավելի քան 7.5 միլիոն դրամ։ Վարչապետը դժկողության պատասխանելով հիշեցուց, որ նախաբեսալ քյուղերու մեջ մարդիկ կփողոքեին, թե քառակուսի մետր հողը կվաճառվի 50-80 դրամով։ Հիմա օրենքները այնպես դարձած են, որ քյուղի հողերը վաճառվին առարգայական քներով, ու համայնքը եկամուտ ունենա։ 7 միլիոնը գալիս է համայնքի բյուջե։ Համայնքի բյուջե գալիս է դառնում է մանկապարտեզ, գալիս է դառնում է դպրոց, գալիս է դառնում է ճանապարհ, գալիս է դառնում է ենթակայան, գալիս է դառնում է այն։ Այսինքն մենք այդ փողը մեր գրպանը չենք դնում, այդ փողը ձեր գրպանն ենք դնում։ Բայց կա մարդու աջ գրպան, կա մարդու ձախ գրպան։ Մենք մարդու աջ գրպանի պատասխանատուն ենք, պետք է աջ գրպանի հարցը լուծենք։ Մարդու ձախ գրպանի պատասխանատուն ինքն է։ Ինքը պետք է իր հարցերը լուծի, աշխատի, իր կարիքները լուծի։ Մեզնից յուրաքանչյուրը մենք որ ապրանք ունենանք վաճառքի, որ տանենք շուկա, որ հանենք վաճառքի, որ ասեն արի քո ապրանքը 1000 դրամ է գինը, ինձ 50 դրամով տու, ով կտա, մենք կտանք։ Բայց եթե մեր անձնականը չենք տա, մեր համայնքայինը ոնց տանք։ Այսինքն եթե մեր անձնականը չենք տա, մեր պետության խնդրեմը էդ է, որ մենք մեր անձնականին ուրիշ կերպ ենք վերաբերվում, ասում ենք, ոնց կլինի 1000 դրամը, հələ պետք է 1500-ով ծախենք։ Բայց որ համայնքայինը պետական ասում են, հա դե ջան, դա անտեր է էլի, հա ոչինչ 50 դրամով տվեք, չէ, մենք ասում ենք, որ չէ, տեր կա այլևս, ու դուք էլ եք այդ տերը։ Մենակ պետք է դուք եք այդ տերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացուց բնակարանով ապահովման այն ծրագիրները, որոնք նախադեсված են ընկերային որոշակի խումբերու համար։ Ես խնդրում եմ, որ այս հարցին ըմբռնումով մոտեցեք, եւ ելի եմ ասում, այն խմբերը, որոնք մենք օբյեկտիվորեն աջակցության կարիք կունենան, մենք իրանց կաջակցենք։ Մյուսներին կքաջալերենք, հնարավորություն կստեղծենք, որ մարդիկ աշխատեն, իրանց ձախ գրպանի հարցը լուծեն։ Էս ամոտեցումը։ Շնորհակալ եմ։ Գնացինք։ Քավար համայնքի մեկ այլ բնակավայրի մեջ, Սարուխանի մեջ, վերջերս նորոգված է TV2 հիմնական դպրոցը նախագրտարանով։ Դպրոցը 270 աշակերտ ունի։ Նախագրտարանի սաները 13 հոգի են։ Այդ մոլորակները դուք եք պատրաստել պլաստիլինից։ Շատ ապրեք։ Շենքը 1960-ականներուն կառուցված է։ Հիմա ամեն ինչ տարմացված է։ Միջավայրեն մինչև դարալուծարանի սարքերը։ Ինչ դաս եք անում հիմա։ Հայտորոշիչ գրավոր աշխատանքներ։ Լավ է նորոգված դպրոցում։ Ձեզ դուր գալիս է։ Ավելի լավ եք սովորում։ Շատ ապրեք։
ով որ երեխան փոխում ենք կպչուն նկարները, որ պահի, որ ամիսը, որ շաբաթը արագ աշխողը լավագույն տեղագիրը տրամադրողը փոխում ենք։ Ահա, հիմա ահագին դատարկ տեղեր կան, պետքա լրացնել, չէ՞, դատարկ տեղերը։ Դատարկ տեղերը ուզել ենք նկարներից։ Հա, այսինքն զբաղված են տեղերը նկար։ Աշխատասելու Շատ լավ։ մոտեսա։ Լավ է։ Ո՞վ է շատ կներեք երեխաներից շնորհակալություն։ Կարիք չկա, երեխեք, կարիք չկա։ Շատ լավ, գիտենք, կարիք չկա, լավ եղեք երեխեք։ Ավարտական դասարանը վարչապետին հետ լուսանգարվել ցանկացավ։ Վերջի զանգեք, պատրաստվում։ Շնորհակալ ենք, որ ես լավ դպրոցը կառուցեցի։ Հա, հասցրեցինք դες մի քանի ամիս, որ ես դպրոցում եմ։ Այդ նկարը կփոխանցենք իրանց։ Չէ, մեծ նկարը կարողա պետք է։ Լավ է։ Դասամյակներ առաջ կառուցված այս դպրոցեն ներսալ Նիկոլ Փաշինյանը նկատել տվավ, որ մարզադահլիճը փոքր է։ Ինչն է երկրորդ տեղը զբաղեցրել։ Սեյանի ֆինանսի վարչապետի գավաթի մարզային փուլը այս տարի երկրորդ, անցած տարի բայց հաղթել ենք, անցած տարի մենք հանդիպել ենք իրար հետ։ Շատ լավ։ Իսկ դրսի դաշտ օգտագործում եք, հա։ Շատ լավ։ Դե բասկետբոլին էլ պատրաստվեք, ճիշտ է, բանը դահլիճը մի քիչ ստանդարտի մեջ չի, բայց անցած տարի վոլեյբոլի համայնքային փուլը նորից երկրորդ տեղ ենք զբաղեցրել։ Բայց վոլեյբոլի համար էլ է փոքր։ Հա, վոլեյբոլի համար էլ է փոքր, բայց ոչինչ։ Ցածը ունենք դնում դասաժամերի ժամանակ դնում խաղում բարով։ Շատ լավ, հաջողություն եմ մաղթում։ Հետաքրքիր է, էլի, ինչի են սենց արել, այսքան ծախսը արել են 60 որ թվին կառուցվել։ Սարուխանի մեջ եւս բնակիչները շնորհակալություններով ու խնդիրներով կսպասեին վարչապետը։ Մարզահրաբարակ չունինք, երեխաները առողջական խնդիրներով կմեծնան, ըսին անոնք։ Էլեմենտ բարձրացրու կամերա, հելա ուշադի, շունենք միած սպորտ հրապարակ։ Ամեն բարակայի վարչապետը նկատել տվավ, բնակավայրերը մարզադպրոցներով ապահովելու հարցը պետք է լուծել, այս բարակայինալ անգգարձե, դիբային նախագիծ պետք է ունենալ։ Տանք համայնքին եւ բան անենք եւ ասենք թե այդտեղ ինչքան աշակերտ կարա հաճախի։ Տանք համայնքներին, որ համայնքները աշակերտների թիվը տվին, որ համապատասխան թվով աշակերտներ ունեն սպորտ դպրոց հաճախելու եւ մոտակա շարավղով ստանդարտին համապատասխան ֆիզկուլտուրայի եւ դահլիճ չկա, առաջնահերթությունը կսկսենք այդտեղից, հետո կամած արդեն կարանք ավելի փոքր ստանդարտի էլ դնենք, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Հագագարգուդային գայան չունին, բերքը պաշտպանելու համար, ըսին դեղացիները։ Վարչապետը պատասխանեց, այդ գայանները ոչ միայն օգուտ չեն դար, այլև հարևան համայնքին վնաս կմեծնեն։ Ապահովագրութենեն բացի լուծման այլ տարբերակներ պետք է գտնեն։ Մեր գյուղը ամենալավ ջուրն ունի, խմելու ջուրը։ Բայց մենք սորավենք։ Վարչապետը ըսավ, ջուրի խնդիրը ամենուր է։ Այդ խնդիրներու լուծումը հաջորդ 5 տարիներուն կառավարության առաջնահերթություններ են պիտի լա։ Եղբայր ուշանում եմ, խնդրում եմ։ Մենք քեզ հետ ենք։ Շնորհակալ։ Մեր ձայնը մեր ամբողջ հոգոցով ձեզ ենք տալիս, որտեղ դուք արժանիքներ ունեք, հələ էլի ղեկավարելով։ Որ ինձ ձայն եք տալիս, համարեք թե դուք ձեզ եք տալիս, այդքան վստահ եղեք։ Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցը եւս հիմնանորոգված է եւ շուտով աշակերտները բոլորովին նոր պայմաններում մեջ պիտի ուսանին։ Դպրոցի մեջ 340 աշակերտ կա։ Այստեղ մարզադահլիճը այնքան փոքր չէ, ինչպես մյուս հին դպրոցներում մեջ։ Այն ինչա պատի ներքևը խոնավության խնդիր կա։ Չէ, հեծանիվի շուտն է։ Չէ։ Խոնավության խնդիր չի, բանի խնդիրը։ Նորմալ չեն ներկե։ Ինչ-որ պրոբլեմ կա այդտեղ։ Թողանայի շինարարը կարգի բերի։ Փաշինյանը արձանագրեց, ներսը ամեն ինչ պատրաստ է, բայց շրջագայքը համապատասխան չէ ադոր։ Բարեգարկումը, կանաչաբադումն ու ծառադունգը պետք է գազմագերբե դպրոցը, համայնքին ու մարզբեդարանին հետ։ Կանաչածառա եւ այլն, հետ կա դպրոցը ինքը։
կազմակերպի, դա կրթական process-ի մասսասեփական միջավայրը փոխելը։ Փագը հավաքված երեխաները ըսին, որ գուզեն իրենց դպրոցն ալնորոգվի։ Վարչապետը արձագանքեց. «Պիտի գդարվի հաջորդ փուլին։ Աշակերտները գուզեն, որ դպրոցի փոքր ֆուտբոլի թաշտեմ բացի արհեստավարժ խումբերու համար նախադեсված թաշտում ունենան։ Փաշինյանը կգարձե ավելի մեծ թաշտը պետք է ըլլա ըստ արդյունքի։ Եվ ըստ առարգայական հրաժեշտության ադիգա ինքնանպատակ չէ։ Բնակիչները վճռական էին, պատրաստ 100 մետրանոց թաշտ ունենալու համար իրենց ներդրումը ունենալու։ Անոնք ըսին, որ նախահաշիվով մինչև 500 միլիոն դրամ կբահանջվի։ Վարչապետը խոստացավ մասնավոր հատվածի ներդրման չափով ներդրում պիտի գդարե նաև կառավարությունը։ Մարդունի համայնքի Ձովասար բնակավայրի մեջ նույնպես մանկաբարձ կառուցված է։ Բնակիչները մեկը նկատել տվավ գյուղի 250 տարվան պատմության մեջ առաջին անգամ լալով գկորձե արդեն մոտ 1 տարի է իվեր։ Քնում եք ճուտիկներ, ճիշտ է կանում։ Բնակիչները գյուղի 4-5 հիմնախնդիրներու մասին նամակ մահանցնեցին վարչապետին վստահությամբ, որ լուծումները պիտի գտնվին։ Նաև ըսին, որոքման ճուրճունին լավ գլավոր ճրամփար մգարուցվի։ Մարզբեդը դեղեկացուց փոքր ճրամփար գարուցելու համար արդեն մրցույթ հայտարարված է։ Ձեր գյուղին ու լիճ գյուղի համար։ Այո, շնորհակալություն։ Մարդունիի մեջ Նիկոլ Փաշինյանը նկատել տվավ։ Հաջող կայցել է հոս 2018-ին հետ առնվազն 15 անգամ այցելած է։ Էլի եկանք, շատ սուսուտ չենք գալիս։ Չէ, լավ է։ Մի հատ խնդրակ ունեն, ասեք այդ։ Մեկ քիչ ուշադրություն է։ Ուղիղ կողնորոշվա։ Նրանք երեքներ շատ քանակությամբ փող են բաժանում։ Էս մի հարց որ լուծես մնացող խինգ ու խաչ մեկ էս ու։ Մարդունի քաղաքի Երևանյան եւ Միաստիկյան փողոցները շուրջ 2 կիլոմետր գուբրաբադված են։ Աշխատանքներու ավարտը նախադեсված է սեպտեմբերին։ Երկրամար մի 600 քարյակ բանաստեղծություն են գրել։ Շնորհակալ։ Ոնց անենք, որ էսի իրացնենք։ Տվեք կկարդան։ Տվեք կկա, էսա։ Հա, այսքան եղավ, շնորհակալ եմ։ Հանրապետական նշանակության Շորժավ Արտենիս ճանապարհը նույնպես հիմնանորոգված է։ Շուրջ 19 կիլոմետր։ Վարչապետը ըսավ, կառավարության համար սկզբունքային է, որ Սևանի շուրջի ճանապարհը ամբողջությամբ բերվի որակական բարձր մագարտակի։ Ան հավելեց նաև Սևանը ամենեն մեծ ներդրումային կարողություն ունի, ու այդ հնարավորությունը պետք է օգտագործել, խնամքով պահպանելով հանդերձ լիճը։ Ան նկատել տվավ, որ Վարդենիս խոշորացված համայնքի մեջ մթնոլորտը ընդհանուր առմամբ փոխված է, իսկ սահմանային խնդիրները խաղաղ ու հանգիստ կերպով պիտի լուծվին սահմանազատման շրջանակներ են ներս։ Վստահ եղեք խաղաղության մեջ եւ վստահ եղեք նաեւ նրանում, որ խաղաղությանը տեր կանգնելը շատ կարեւոր է։ Այսօր իմիջայլոց ձեզ ասեմ, այսօր Հայաստանի Հանրապետությունում բանը թիրախը կառավարությունը չի, թիրախը իշխանությունը չի, թիրախը խաղաղությունն է։ Մեզ չեն խփում, խաղաղությանն են խփում, ամենատարբեր վարկածներ առաջ քաշելով, ամենատարբեր սցենարներ առաջ քաշելով, բայց ես կարծում եմ, որ խաղաղությունը դուք տենում եք, դուք զգում եք։ Մարդունիի Աստղածոր բնակավայրի մեջ մանկաբարձ կառուցված է։ Նախաբես հոսալ չէ եղած։ Նաև Աբաստարանը նայել է յետք, Փաշինյանը հայտարարեց, մանկաբարձը հաջողած է։ Վարդենիքի մանկաբարձը վերանորոգված է։ Ավելի գանուխ փակված էր ու վաճառված։ Վերջին 1 տարին գրգին կգործե, ըստ նշանակության 145 երեխայի համար նախադեсված է։ Գհաջախե 118-ն։ Բարև ձեզ։ Լավ ճաշեր եք եփում երեխեքի համար։ Մանկաբարձներում մեջ մանկամսուրը վարչապետը կարևորեց, նաև երեխաներու խոսքը զարգացնելու առումով։ Երեխեքը կշփվեն իրար հետ, որտեղ հիմա ի՞նչն է խնդրեմը, ամբողջ օրը հեռախոսով մուլտիկ են նայում կամ եւ այլն, այսինքն չեն իրանք հաղորդակցվում կենթանի հաղորդակցություն, բայց որ մսուրային հատվածը մեծ լինի, ենթադրենք մենք հնարավորություն ունենանք 6 ամսեկանից մի տարեկանից երեխեքը մսուրայինում լինեն, իրանք արդեն այնտեղ կլինեն վերահսկողության տակ եւ նաեւ իրար հետ կշփվեն, այդքան երեխան դժվար եւ մանկապարտեզի ադմինիստրացիան էլ բարձա հեռախոսները չի տալու, ասի հույս ունենք։ Ծնողների նման, չէ՞, ծնողները գցում են հեռախոսը, ասում են լավ։ Քեղամասարի մեջ 1994-ին յետք կորձող մանկաբարձ չէ եղած։ Այժմ անիկա վերանորոգված ու վերապացված է։ Ավելցված է նաև նոր մասնաշենքը։ Կատարված աշխատանքեն վարչապետը քոհեր։ Ուզում ես բացենք սա։ Հա, ուզում ես բացենք։
Ջամփարագի մեջ Նշտեհի փողոցի Հենաբադը եւ Վթարային գամուրջը վերանորոգված են, որոնք փլուզված էին հեղեղներու հետևանքով։ Համայնքի 10 փողոցներու վրա գառուցված է 111780 մետր նոր լուսավորության ցանց։ Կհիմնանորոգվի 1.5 կիլոմետր ճանապարհ։ Երախտագիտության հերթական խոսքերը լսել է յետք վարչապետը առաջարկեց այսուհետև զերծ մնալ շնորհակալություններ են։ Այդ աշխատանքները կառավարության բարդականություններն են։ Ջամփարագի մեջ այցելեց workout դեսագի մարզահրաբարակ։ Այս մարզացեվի մեջ արդեն փորձառու եւ թերնոր մարզվելու սկսած երեխաները իրենց հմտությունները ցուցադրեցին։ Եթե բարձր ծափահարենք տղաներին իրանք ինչքան ողջևորվեն, այնքան ավելի Օй, շատ լավ։ Ով էր ասում, դու էիր ասում, որ գիտես, դե արա տեսնե։ Բայց արդեն տեսակ ոնց են անում տղաները, արդեն մի քանի տարուց իհարկե շատ զգուշ, առանց շտապելու, այնտեղ խորհուրդները տրված են։ Առանց շտապելու պետքա մարզվեք, միջև դուք էլ կարողանաք այդպես անել։ օգնեք տղեկ, թող անեն հերթավնորից։ Ահա, հլո, այդստեղ է սովորել, ապրես, արդեն ուրեմն արդեն աշխատում է, շատ ապրեք։ Ջամփարագի մեջ workout տեսակի մարզահրաբարակը եւս կառուցված է։ Կառավարությունը այս մարզացեվի դարաձումը կքաչալերե ու կաշխատի այդ ուղղությամբ։ Երեխեք բարև ձեզ, լավ եք։ Նմանապես։ Գեղարքունիքի մարզի մեջ վարչապետ Փաշինյանի վերջին գանքարը Լճաշենի Չերմադուններ հիմնված 2024-ին մասնավորի կողմէ ու կառավարության աջակցությամբ հայ-ֆրանսական այս սերնարգության մեջ ամբողջ տարին վարունգ ու լոլիկ կաջեցնեն։ Վարչապետի քնահատմամբ ավանդական գյուղատնտեսությունը աստիճանաբար դեղը պիտի զիջի, այսպիսի նորարար մոդեցումներու կառավարությունն ալ կփորձե քաչալերել ադիգա։ Այ մի հարց կա, որ դաշտին ավելի համով այդ հարցը ոնց ենք լուծել։ Վերջում կհամտեսենք, համեմատենք։ Բնաբահբանորեն մաքուր միջազգային չափանիշներուն համապատասխան արտադրանքը գսպարվի դեղական ու եվրասիական շուկաներու մեջ կաշխատի նաև Եվրամիության շուկա դուրս գալու ուղղությամբ։ Չերմադան մեջ ներկայիս 170 աշխատող կա, մշտական աշխատողները 140-ն են, 80%-ը կանայք են, որոնց կեսեն ավելին նախապես ընդհանրապես չէ աշխատած։ Փաշինյանը նկատել տվավ կառավարության ներդրումը նաև ընկերային ազդեցություն կունենա։ Աշխատող այս մարտիկը նաև առողջության ապահովագրությունը ստանալու հնարավորություն ցերկ կբերեն։ Կառավարության աշխատվան նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարած է, որ Հայաստանն ու Վրաստանը պիտի հյուրընկալեն մինչև 20 տարեկաններու ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի առաջնությունը։ Նիստերի ընթացքին անդադար կատարված է նաև կառավարության տրամական օժանդակությամբ իրականացվող ծրագիրներուն, ջրային ոլորտի խնդիրներուն եւ զինվորական ծառայողներու բնակարանային ծրագրին։ Հայաստանը կպատրաստվի 2029-ի մարզական մեծ իրադարձության։ Մինչև 20 տարեկաններու ֆուտբոլի աշխարհի ախոյանությունը տեղի պիտի ունենա Հայաստանի եւ Վրաստանի մեջ։ Հայաստանի մեջ պիտի ստեղծվի աշխատանքային խումբ, պիտի ձևավորվի կազմակերպիչ կոմիտե, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։ Այդ օրերուն կակնկալվի 100,000 երկրբակուի այցելություն Հայաստան։ Երևանի մեջ նախատեսված է մինչև 20, Վանացորի եւ Իջևանի մեջ միասին մինչև 10 խաղ։ Ախոյանությունը տեղի պիտի ունենա 2029-ի սեպտեմբեր-հոկտեմբերին։ Վանաձորի եւ Երևանի դեպքում ինձ համար պարզ է մենք ինչպես ենք գործելու, ճիշտ ասած Իջևանի մասով որոշակի լարվածություն կար եւ կա, որովհետեւ այնտեղ 0-ից ստադիոն պիտի կառուցվի, բայց ես ուրախությամբ տեղեկացա, որ կան ընկերություններ, որոնք ոչ միայն պարտավորվում են, որ կարճ ժամանակում որոշակի նախագծով կկառուցեն ստադիոն, այլև իրենք արդեն այդպիսի փորձ ունեն։ Ակնկալում ենք, որ առաջիկայում այց կլինի Հայաստան եւ մենք նաեւ կստանանք առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզ FIFA-ի մեր գործընկերներից ու այստեղ կարևոր է լինելու նաև մեր տարբեր գերատեսչությունների ներգրավվածությունը, որովհետև մենք խոսում ենք ոչ միայն զբոսաշրջիկների մասին, մենք խոսում ենք նաև շատ մեծ ծավալի անձնակազմի ժամանակավոր Հայաստանում գործունեություն ծավալելու մասին։ Վարչապետը կարևոր համարեց միջոցառման բաճ պատրաստվելը, հյուրանոցային եւ ճանապարհային ենթակառույցներու համապատասխանեցումը։ Մենակ կառավարության խնդիրը չի, մասնավոր հատվածը 100,000 զբոսաշրջիկ, հարգելի գործընկերներ, մենք վստահ չեմ, թե մենք երբևէ նույն ժամանակը 2 ամսում այդքան մեծ թիվ ենք ընդունել ենք հանրային սննդի ոլորտում կան էլի պետքա հասկանալ, որովհետև
այդքան մարդիկ մտնեն, ասենք ենթադրենք Իջևան կարող է սնունդը վերջանան տեղի մի օրում։ Նշվեցավ, որ որոշ աշխատանքներ արդեն ընթացքի մեջ են, որոշ պարագաներու լուծումները կձակրված են, որոշ պարագաներու ալ կան առաջարկներ։ Առաջիկա շաբաթվա ընթացքում կկազմենք այդպիսի առաջարկ կներկայացնենք ձեր որոշման համար, կձևավորենք անհրաժեշտ խումբ եւ կգույքագրենք այն բոլոր առնչվող հարցերը, որոնք պետք են աշխատանքների ժամանակին եւ անհրաժեշտ ծավալով իրականացնելու համար։ 14 համայնքներու մեջ 20 ծրագիրներու օժանդակության համար համատեղության պիտի դրամադրվի 1 միլիարդ 59 միլիոն դրամ։ Պետական քանզարանեն այս տարի արդեն հատկացված է 4 միլիարդ 117 միլիոն դրամ։ Տարիներ առաջ որդեգրեցինք 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրը եւ 2026 թվականին մենք կկառուցենք, այսինքն համոզված ենք, որ 500 մանկապարտեզը կունենանք։ Պատկերացնում եք բնակավայրեր, որոնք հարյուրավոր տարիներով մանկապարտեզ չեն ունեցել եւ երկրորդը ունենք դեպքեր, երբ որ սեփականաշնորհված են եղել մանկապարտեզների շենքերը եւ ինչ որ ձևերով վերադարձվել են եւ ունենք մանկապարտեզներ, որ ասենք 30 տարի պարզապես չեն գործել կամ 15 տարի կամ 25 տարի։ Չենք գնահատում այդ 500 մանկապարտեզի բացակայությունը ինչ հետևանքներ ա բերել Հայաստանի Հանրապետության եւ տնտեսության եւ ընդհանրապես բոլոր ուղղություններով մեր երկրի զարգացումը ինչքան է կասեցրել Ինչքան երիտասարդ մայրեր են, որ այդ ամենի հետևանքով կրթությունը բարելավելու հնարավորություն չեն ունեցել, աշխատելու հնարավորություն չեն ունեցել, ինչքան երեխաներ են, որ ոչ միայն կրթություն չեն ստացել, այլև այն ժամանակը, որ պետք է անցկացնեն կրթական հաստատությունում, չգիտեմ որտեղ են անցկացրել այդ ժամանակը, եւ դա ինչ հետևանքների ա բերել, սկսած երկրում քրեական ենթամշակույթի զարգացումից եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա ֆունդամենտալ խնդրեմ է, որի հետ մենք պետք է առերեսվենք։ Վարչապետին խոսքով հասանելի պիտի դարձվի մանկամսուրային ծառայությունները, մանկաբարձերում մեջ պիտի մեծվի մանկավարժական մասնագիտություններու բանջը։ Դասյարակներուն համար բարդաթիր պիտի լավ բարձրակույն կրթությունը։ Շատ մարզերու մեջ պիտի ունենանք մանկավարժական ուղղություններով համալսարաններ, անդադառնալով մարզային այցելություններու իր դպավորություններուն, վարչապետը արձանագրեց նաև ճուրի հետ կապված խնդիրը, որ պիտի լա հաջորդ 5 տարվան 5 առաջնահերթություններեն մեկը։ Ինչպես նախորդող շրջանում խաղաղության օրակարգն էր մեզ համար առաջնահերթություն, հաջորդ հնգամյակում ջրի հետ կապված հարցերը լինելու են բացարձակ առաջնահերթություն, որովհետև մեր տնտեսությունը եկել զարգացել հասել է մի կետի, առանց ջրային ոլորտում ֆունդամենտալ բարեփոխումների մենք կսկսենք արդեն տեղապտույտի վիճակում կհայտնվենք։ Հանրապետության ամբողջ ջրային ենթակառույցը պիտի փոխվի կամ պիտի հիմնանորոգվի հագարական օր, որ վերջին տարիներում մեծ աշխատանք տարված է, բայց Նիկոլ Փաշինյանի խոսքով ընդհանուրին մեջ փոքր դոգոս է նկատի ունենալով խնդիրներու ծավալը։ Ջրահեռացման համագարկերու բացակայությունը նույնպես խնդիր է։ Երևանում, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում 21-րդ դարում կան թաղամասեր ամբողջական, որ ընդհանրապես կոյուղի չունեն։ Բոլոր գյուղերի եւ քաղաքների խնդիրները այդ թվում ջրային ոլորտի կլուծվեն, կառավարությունը եւ ես դրա դիմաց մի պայման ունեմ, ոչ մեկ որևէ գնում անելիս դուրս չի գալի առանց հսկիչ դրամարկղային կտրոնի։ Մարդիկ պատճառահետևանքային կապը պետք է հասկանան։ Բարերարությունա կախյալ տրամաբանությունից մենք կարող ենք դուրս գալ։ Հասկանում եք, մարդը երբ որ ՀԴՄ կտրոն է վերցնում, ինքը բարերարության կարիք չունի, իր համայնքը բարերարության կարիք չունի։ Այդ նշանակում է պետական բյուջեն բավարար միջոցներ են գեներացվում, որ այդ խնդիրները լուծենք։ Բայց այսօր Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է հարգելի գործընկերներ, դա չի նշանակում, որ մեր ծառի վրա չոր ճյուղ չկա եւ տեղ չկա, որտեղ մենք պետք է աշխատենք։ Ընդհակառակ այս արդյունքները մեզ ոգևորում է, որ այս համակարգը ստվերի կրճատում, հարկային եկամուտների ավելացում, ծախսերի որակի բարձրացում Պիտի լուծվի թերևս 2000-ականներեն բնակարանի խնդիր ունեցող զինվորական ծառայողներու հարցը։ Ծրագիրը կվերապերի 2850 բնակարանի շահառուներու պաշտպանության նախարարության ենթակայությամբ ծառայած կամ գերատեսչության շահառու քաղաքացիներուն։ Գրավային վարկը ամբողջությամբ պիտի մարե պետությունը։ Բնակարանը 10 տարի չի կրնար վաճառվել, իսկ քինը պիտի հաշվարկվի շուկայական միջին արժեքով։ Ֆինանսավորման 90%-ը կհատկացնի կառավարությունը բանկերի միջոցով, իսկ 10%-ը պաշտպանության նախարարության տարեկան ֆինանսավորման միջոցով, այն կենթադրի 4 տարվա ընթացքում, այն է 2027 թվականին 735 շահառուների բնակարան հատկացնելու ծրագիր,
2028 թվականին 812 շահառուների, 2029 թվականին 719 եւ 4-րդ փուլում 2030 թվականին թվով 584 շահառուների։ Ծրագրի շահառուներ են Պաշտպանության նախարարության համագարքի բնակարանային պայմաններու բարելավման հաշվառման մեջ ընդգրկված պայմանագրային զինվորական ծառայողներն ու քաղաքացիական ծառայողները։ Որոշակի հիմքերով ծառայության են արձակված նախկին զինվորականները, ծառայության հետ պատժորական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինվորականները եւ զոհված զինվորականներու ընտանիքի անդամները։ Նախարար Սուրեն Բաբիկյանի խոսքով այս անցանց մեջ կան մարդիկ, որոնք բնակարանի շահառու կհամարվին, նույնիսկ 1990-ականներ են։ Խոսքա գնում 2850 այն շահառուների մասին, ովքեր 90-ականներից դեռ ընդգրկվել են բնակարանների հերթացուցակի մեջ, սա շատ կարևոր է, այն մարդիկ, ովքեր ընդգրկված չեն հերթացուցակի մեջ, եւ հերթացուցակի մեջ ընդգրկվելով արձանագրվել է պետության պարտավորությունը այդ մարդկանց նկատմամբ։ Մենք կատարում ենք պետության ստանձնած պարտավորությունը, կոպիտ ասած մենք այս նախկին պարտքն ենք վերադարձնելու 4 տարվա ընթացքում եւ 4 փուլերով եւ մենք այս թեման ֆունդամենտալ փակում ենք, ավարտում ենք այս թեման։ Կառավարությունը հավանություն տվավ հարկային օրենսգրքի մեջ պետական դուրքի մասին օրենքի փոփոխություններու նախագիծերու փաթեթին։ Կարգավորման առարգան տրամադուներու հարկային միջավայրի փոփոխությունն են նշեց տրամական Ելևմուդի փոխնախարարը, հիշեցնելով, որ տրամադուներուն կողմէ կատարվող տրամական գործարքներու զգալի մասը ազատված է ավելցված արժեքի հարգեն։ Հաշվի առնելով, որ լինելով ավելացված արժեքի հարկից ազատված, նաև բանկային ոլորտը ի ուրախություն տնտեսական ակտիվության եւ աճի վերջին տարիներին արձանագրում է շահութաբերության բարձր աստիճան, մտածել ենք Հայաստանի Հանրապետությունում նույնպես այլընտրանքային լրացուցիչ հարկման կանոններ ունենալու մասին, լուծում գտնել, որ վերջնարդյունքում ճնշում չգործադրվի բանկերի կողմից մատուցվող ծառայությունների եւ տոկոսադրույքների վրա, այսինքն որպեսզի վերջնական սպառողների, տվյալ դեպքում մեր քաղաքացիների եւ բիզնեսի համար գնաճային ճնշումների ռիսկեր չձևավորվեն։ Եթե բանկային ոլորտից կապիտալ է դուրս բերվում, տվյալ դեպքում շահույթի բաշխման միջոցով, այսինքն շահաբաժին է վճարվում բաժնետերերին, այդ շահաբաժինը սկսենք հարկել ոչ թե ստանդարտ 5% դրույքաչափով, այլ ավելի բարձր 15% դրույքաչափով։ Նշվեցավ, որ գնահատեսվի չբարձրացնել շահաբաժնի գծով հարկային փերը, այն բարակային եւ տրամադները շահաբաժիններ կվճարեն այնպիսի բաժնետոմսերու թիմաց, որոնք ցուցակված են հայտնի բահուստային սագարաններու մեջ տրամադրային համագարքի ցուցանիշերը ըստ վարչապետին նաեւ երկրի տնտեսական զարգացման կարևոր ցուցիչ են։ Ունենք խնդիր Հայաստանի Հանրապետությունում փողի էժանացման, որպեսզի մեր մոտ տոկոսները լինեն հնարավորինս ցածր եւ այս կարգավորումը նաեւ կապ ունի այդ խնդրի հետ, որովհետեւ մենք ինչ ենք ասում ենք, եթե շահույթի տեսքով դուրս է բերվում համակարգից, ուրեմն մենք ավելի շատ 10%-ով ավելի շատ ենք հարկելու։ Որոշակի զսպում ենք դնում գումարը բանկային համակարգից դուրս հանելու։ Եթե բանկային համակարգից դուրս չի հանվում, նշանակում է այն պետքա առաջարկվի շուկայում, նշանակում է տոկոսների որոշակի նվազում պետքա տեղի ունենա։ Իհարկե մենք հիմա նաև բանկային ծախսերի կրճատման ուղղությամբ, ես նկատի ունեմ բիզնեսի կողմից շատ սերտորեն աշխատում ենք համակարգի հետ, ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջերս նաև փոքր բիզնեսի համար անկախիկ առևտրի միջնորդավճարների նվազում տեղի ունեցավ, առաջիկայում մենք կտեսնենք դա, պոզիտիվ բանկային պատմություն ունեցող փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար տոկոսների որոշակի անկում տեղի կունենա շոշափելի եւ որոշակի կառուցակարգերով եւ իհարկե մենք քաջալերում ենք բանկային համակարգին, որպեսզի հաստատված խաղաղությունը ավելի տեսանելի ձևով արտահայտվի բանկային տոկոսների վրա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով երբեմն մարդիկ կփորձեն թիվայնացնել տրամադրային համագարքը, ինչ որ ըստ անոր վտանգավոր եւ ժխտական երևույթ մնե։ Դեպքը, որ ես վարկ եմ վերցրել, խնդիրներ ունեմ եւ այլն, դե եկեք մտածենք ինչ ենք անում, շատ հաճախ է պատմում եւ ինքը էմոցիոնալ մակարդակով հասկանալի է։ Բայց ես ուզում եմ բոլոր այս դեպքերում մարդիկ մենք բոլորս այդ հարցին նայենք անձնական տրամաբանության մեջ։ Ա մարդը B մարդուց պարտքով փող է վերցրել եւ պարտավորվել է ինչ որ ժամանակում, ինչ որ ձևով վերադարձնի։ Եվ չի վերադարձնում այդ գումարը
Հետո բացատրում ա որ այս խնդիրն ա եղել, այն խնդիրն ա եղել, այն խնդիրն ա, այս փողը տվող մարդը ասում է, հա շատ լավ, դե որ տենց ա եղել, ուրեմն այդ փողերը կարող եք չտալ։ Ամեն բանկի հետևում հազարավոր այսպիսի քաղաքացիներ անհատներ են կանգնած։ Մենք պետքա մաքսիմալ արդար, ճիշտ շուկայական տրամաբանությամբ հիմնավորված համակարգ ունենանք եւ մենք պետք է ապահովենք, որպեսզի մարդը եւ ընկերությունները փող ձեռք բերելու այլընտրանքային մեխանիզմներ ունենան։ Կառավարությունը հավանություն տվավ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանը ստորագրած է հունվար 22-ին, իսկ Միացյալ Նահանգները հունվար 16-ին։ Խաղաղության խորհուրդը միջազգային գազམ་ակերպությունն է, որուն հիմնական նպատակը կայունության խթանումն ու խաղաղության ապահովումն է հագամարտություններ են դժուժած տարածքներում մեջ։ Կառավարության նիստեն ետ լրագրողներու հետ ջեբազույցին ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձած է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններու կարգավորման գործընթացին։ Անոր խոսքով սահմանազատման աշխատանքները հարաճ կընթանան, կողմերը համաձայնեցուցած են գործընթացի իրականացման կանոնները, որոնք պետք է անցնին ներպետական ընթացակարգերը։ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերուն եւ անոնց գլխավորած պատվիրակություններուն փոխայցելությունները Հայաստանի վարչապետը կհամարե պատմական նշանակության իրադարձություններ, որոնք կնշանավորեն երկու երկրներու միջև խաղաղության, համակարգայնացման ու ամրապնդման նոր եւ կարեւոր շրջափուլումը։ Լրագրողներու հետ ունեցած ջեբազրույցի ընթացքին Նիկոլ Փաշինյանն այդ աշխատանքները նաեւ արդյունավետ որակեց։ Ես ուզում եմ գոհունակության խոսքեր ասել երկու երկրների փոխվարչապետերին այդ աշխատանքը իրականացնելու եւ արդյունավետ իրականացնելու առիթով։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներու հերթական 13-րդ հանդիպումը տեղի ունեցած է Աղվերանի մեջ, նախորդը Գաբալայի մեջ էր։ Կողմերը համաձայնեցուցած ու փոխանակած են սահմանազատման աշխատանքներու իրականացման ղարքի վերաբերյալ ուղեցույցերու նախագիծեր, որոնք կվերաբերին փորձագիտական խումբերու աշխատանքին, պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման ղարքին, ինչպես նաեւ սահմանի սահմանազատման փաստաթուղթերու ձևակերպման եւ հրապարակման ղարքին։ Վարչապետ Փաշինյանը մանրամասնած է ընդունված փաստաթուղթերը շրջանագային նշանակություն ունին եւ կսահմանեն այն կանոնները, որոնցմով պետք է իրականացվին սահմանազատման եւ սահմանակցման աշխատանքները։ Թե այդ նախագիծերը ինչ ժամկետի մեջ պիտի ընդունվին ու արդեն ըստ այդմ հնարավոր պիտի լան աշխատիլ վարչապետը ասավ։ Անոնք պետք է ներպետական ընթացակարգեր անցնին։ Այդ ամենը կարվի առանց շտապողականության, բայց նաեւ առանց արգելակման։ Բնականon ընթացքով ոնց որ արտում է կարվի։ Սահմանազատում սահմանակցումը հյուսիսեն հարավնելու պայմանավորվածությունը կմնա ուժի մեջ, բայց թրիփ նախագծի իրականացման հետ կապված հնարավոր է հարավի դվյալ հատվածի մեջ ուրգե պետք է երկաթուղի անցնի առաջնահերթություն դրվի։ Վարչապետը շեշտեց պետք է հստակ լա թե ուրգե կանցնի երկու երկրներու սահմանակիցը, որ մեկն է Հայաստանի պատասխանատվության կոդին եւ որ մեկը Ադրբեջանինը։ Որովհետեւ ենթակառուցվածք պետք է կառուցվի, չէ՞։ Ասենք ենթադրենք Հայաստանի մաքսատունը կառուցվի կամ հակառակը, դա ոնց կլինի, պետք է հստակ գծվի, դա տեխնիկական խնդիր է, դա ընդհանուր սահմանազատման process-ը չի պայմանավորում, դա պայմանավորում է նախագծի իրականացումը։ Աղվերանի մեջ նաև երկու երկրներու գործարարներու խումբեր հանդիպած են։ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանը նույնպես որոշակի ապրանքներ պիտի արտահանվին Ադրբեջան։ Գործարարները ըստ իրենց իրենք հետաքրքրող ապրանքներու ցուցակները փոխանակած են։ Թե հատկապես ինչի մասին է խոսքը, վարչապետը մանրամասնելը նպատակահարմար չի համարել, քանի որ ադիկա վերջնական չէ եւ գրնա փոփոխվիլ։ Նոյեմբերից մինչև հիմա շուրջ 26000 տոննա ապրանքներ են Ադրբեջանի տարածքով, տրանզիտով նաև եկել Հայաստանի Հանրապետություն։ Եւ հիմա գործնականում արգելք եւ որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանից ապրանքներ արտահանվեն, բայց ելի եմ ասում, մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանը 35 տարի աշխատել է ավտոմեքենայով արտահանելու տրամաբանությամբ եւ որևէ մեկի համար հեշտ չի ուղղակի միանգամից տրանսպորտային միջոցը փոխել եւ ես համոզված եմ, որ առաջիկայում նաև այդպիսի Հայաստանից արտահանումներ կլինեն։ Ինչու Շահին Մուստաֆայևի այցելության մասին տեղեկությունը քաղաքնի պահված էր եւ ինչու այդ մասին նախ իմացած են ադրբեջանական լրատվամիջոցներ են։ Փաշինյանը քաղաքնի ելնալու մասին քննադատականը դեղին չի համարել անոր խոսքով, եթե քաղաքնիության որոշ կանոններ կբահվին, ապա հայտնի նկատառումներով ներառյալ անվտանգության։ Ընդ որում, երբ Հայաստանի փոխվարչապետը այցելած է Ադրբեջան, նույն կանոնները պահպանված են այնտեղ։ Ինչ կվերապերի տեղեկատվական արտահոսքերու, զանոնք երբեք հնարավոր չէ բացառել։ Անդադառնալով հարցումին, թե Մուստաֆայևը Հայաստան եկած էր նաև ադրբեջանցիներու վերադարձի հարցին շուրջ բանակցելու, վարչապետ Փաշինյանը շեշտեց, Ադրբեջանի հետ նման հարց երբեք չէ քննարկած եւ չեն քննարկեր։ Ուզում եմ ասել նաև, որ
արդեն ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց եւ մնացած տեղերի վերադարձի հայերի վերադարձի հարց, որովհետեւ ակնհայտորեն երկու ուղղությամբ էլ քննարկումները ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա եւ մեկը մյուսին կարող են եւ հաճախ այդպես էլ պատահում է թեժացնում են։ Երկրի ղեկավարը ուշադրություն հրավիրեց, որ երկու հարցերն ալ քաղաքական օրագարկին վրա կբահեն նույն ուժերը։ Սկզբից մի հարցն են սկսում էսկալացնել, հետո բավարար էֆեկտ չի ունենում իրանց համար, երկրորդ հարցն են էսկալացնում, այսինքն դա էժան ներքաղաքական շահարկում է եւ ոչ ավելի։ Ընդ որում ես ուզում եմ ասել, որ կամ մարդիկ, որ այդ թեմայով խոսում են, բայց իրանք չեն հասկանում ինչի համար են խոսում եւ ինչ նպատակադրմամբ։ Օրինակ կալուգացի օլիգարխը 100%-ով համոզված են, որ չի հասկանում ինքը ինչ է ասում եւ ինչի համար է ասում։ Իրեն հանձնարարում են ինքը ասում է։ Ուրիշ որ ինքը չի հասկանում ինչի մասին է խոսում։ Ինքը հարցերի փոխկապակցվածություններն էլ չի հասկանում։ Դա էժան քաղաքական շահարկում է։ Ղարաբաղի մեջ եկեղեցիներու պատմամշակութային արժեքներու ոչնչացման թեմ փողոքի ցայն չբարձրացնելու մասին հարցին Հայաստանի ղեկավարը պատասխանեց Արտվաշենի օրինակով նախ հիշեցնելով, որ այն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է։ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ջանցած են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Անառաջարկեց դիտարկել այն ցեվաչափը, որ եթե սահմանազատման արդյունքով Հայաստանի վերահսկողության տակ անցած Արտվաշենի մեջ տեսնեն կառուցած են մզգիթ կամ մզգիթներ, իսկ վերաթարցած բնակիչներն ալ փաստաթուղթներ ներկայացնեն դվյալ հողի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը հաստատելու մասին, ինչ պիտի ելա մեր արձագանքը։ Ինչ պետք է անենք մենք։ Այդ թվում կարող է լինել նաև այդպիսի որոշում։ Փաշինյանը ուշադրություն կհրավիրե, որ Ղարաբաղի մեջ քանդված եկեղեցին կառուցված էր 2016 թվականին, օծված 2019-ին, իսկ հուշարձաններու պատմամշակութային լալը կքննահատվի որոշակի չափանիշներով։ Անորթի դարկմամբ հարցը հետևյալն է՝ Ղարաբաղի շարժումը կշարունակենք թե ոչ։ Մենք պետք է որոշում կայացնենք, ինչ ենք անում, գնում ենք կոնֆլիկտի, ինչ եք ասում, Հայաստանում խոսում է բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին, Ադրբեջանում էլ է խոսվում։ Այսինքն չի ձեզ թվում, որ մենակ Հայաստանում լրագրողներ կան, հայրենասեր ընդ որում, որոնք անդադ այդ հարցերը բարձրացնում են։ Վարչապետի խոսքով մեր արձագանքները պետք է հիմնվին այն պայմանավորվածություններուն վրա, որոնք թուղթի վրա արձանագրված են եւ հրաբարակված են։ Բոլոր հակամարտությունները ըստ իրեն հիմնված են հայրենասիրական հրեդորաբանության վրա։ Քանի որ Հայաստանը առաջիկային պիտի հյուրընկալի եվրոպական քաղաքական համայնքի քակատնաժողովը, քերիները վերաթարցնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքը որքանով կրնա արդացոլվիլ այդտեղ եվրոպացի գործընկերներու հետ հանդիպումներուն, թե ադիգա կպատկերացնեն բացառապես երկկողմանի ձևաչափով Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով են քննարկում, այո, այլ ձևաչափ ես արդյունավետ չեմ համարում։ Մեր փորձը ցույց է տվել, որ մյուս ձևաչափերով քննարկումները մեծ օգուտ չեն բերում եւ մեծ պոտենցիալ չունեն։ Այնտեղ որտեղ կտեսնենք արդյունավետության պոտենցիալ այլ ձևաչափով քննարկելու, չենք խուսափի նաև այդ ձևաչափով քննարկելու։ Գյումրի Գարս երկաթուղիի վերակորձարկման ժամկետներ կան, երկաթգծի վերականգնման եւ կորձարկման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խումբը օրեր առաջ հանդիպած էր Գարսի մեջ, Փաշինյանը ժամկետներ չնշեց։ Որովհետեւ դրանք կախված են ամենատարբեր գործոններից, ներառյալ տեխնիկական իմիջիայլոց, որովհետեւ երբ որ աշխատում ենք այդ թվում կամուրջների վիճակի հետ կապված հետազոտություններ են արվում եւ այլն եւ հանգամանքներ են պարզվում, որը ավելի վաղ հնարավոր չէր պարզել, որովհետեւ պետք էր հենց տեղում օբյեկտի վրա կամ գետնի վրա հետազոտություն անել, ինչ որ տեղեկատվություն լրացուցիչ ունենալու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն դիտարկման, թե քաղաքացիներու հետ հանդիպումներու ժամանակ նաև շատ երեխաներ գլան։ Ադիգա ինչ է, եթե ոչ զանոն քարոշչության մեջ ներգրավել լսավ լրագրողը։ Փաշինյանը արձագանքեց, եթե երեխաները կցանգան քալ զինք տեսնելու, արգիլել չի գրնար։ Երեխեք բարև ձեզ, լավ եք։ Աննկատել դվավ, որ որքանալ հաջող այցել է դարբեր վայրեր, ադիգա շարքային իրադարձություն չէ ու մարդիկ կուզեն մասնագից դառնալ։ Այդուհանդերձ հայտարարեց, եթե ըլլափաս, որ երեխաները իրեն հետ հանդիպման գբերեն հարգատրանքով կամ անթույլատրելի որևէ այլ ցևով արձագանքը չուշանար։ Առհասարակ վարչական միջոցներու գիրառումը ըստ իրեն հետևանք պիտի ունենա։ Անգախանգի այդ միջոցը գիրառելով կբարդատրեն մարդոց մասնակցիլ իրեն հետ հանդիպումներու, թե ընդհակառակը գարկիլեն մասնակցիլ։ Իմ մասնակցության որևէ միջոցառում Եթե որևէ պետական պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս առանց քննարկման
ես այդ պաշտոնյային աշխատանքից հեռացնելու եմ։ Եթե որևէ պետական պաշտոնյա վարչական ռեսուրսին ենթարկվելով գա այդ միջոցառումներին, ես այդ եկած պաշտոնյաներին էլ առանց քննարկման աշխատանքից ազատելու եմ։ Առավել եւս երեխաների հետ կապված, եթե այդպիսի բան պարզվի, բայց դուք կարծում եմ տեղում չեք լինում եւ լավ պատկերացում չունեք։ Ինչու իշխանության անդամներն ալ չեն քաղտնալսեր։ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներու եւ աչակիցներու շրջանագին մեջ տարածված խոսույթը մեջ բերելով հարցուց լրագրողը։ Բդացության թեմ պայքարի կոմիտեն, ինչպես հայտնի է, ցայնակրության յետևեն կհրաբարակե քաղաքական այս ուժին վերաբերյալ, ուր որոշ անդամներու կվերակրվին քաղաքացիներու ընտրագաշարք առաջարկելու մեղադրանքներ։ Փաշինյանի հիշեցուց այն պաշտոնյաներու մասին, որոնց առնչվող քրեական վարույթներ կան, կամ որոնք կալանավորված ու թադաբարդված են։ Ադիգադեղի ունեցած է նաեւ քաղտնալսումներ են յետք։ Կենսաչափական անձնակիրներու եւ անձնաթուղթերու ներդրման գործընթացը ավարտական փուլի մեջ է եւ նորնմուշի փաստաթուղթերը հասանելի պիտի լան 2026-ի աշնան։ Ներքին գործոց նախարար Արփինե Սարգսյանի խոսքով համագարքը պիտի համապատասխանի միջազգային չափանիշներուն, ներառյալ միջազգային քաղաքացիական օթուղային կազմակերպության պահանջներուն։ Վարչապետին քննահատմամբ ասիկա կարեւոր է նաեւ Եվրոպական միության հետ մուտքի արտոնակրերու ազատականացման գործընթացին համար։ Կենսաչափական համագարքի ներդրման գործընթացը ավարտական փուլի մեջ է։ Նոր նմուշի անձնակիրներն ու անձնաթուղթերը աշնան հասանելի պիտի լան։ Նպատակն է ապահովել անձը հաստատող փաստաթուղթերուն համապատասխանությունը միջազգային չափանիշներուն, քաղաքացիական ու թուղային միջազգային գազམ་ագերբության ICAO-ի պահանջներուն։ Առաջին եւ ամենակարևոր չափանիշը հենց այն է, որ անձը հաստատող փաստաթուղթը համապատասխան է լինելու միջազգային այս բարձր ստանդարտին եւ մեր բոլոր լուծումները հենց այս տրամաբանության մեջ են նախատեսված։ Եվ սա կարևոր է նաեւ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացը ավարտին հասցնելու, որպեսզի մեր քաղաքացիները գործնականում առանց վիզայի կարողանան դեպի Եվրամիության երկրներ ճամփորդել։ Կենսաչափական անձնակիրը պիտի լա գարմիր, որ գաբույդի նման միջազգայինորեն տարածված քույն մնե։ Անձը հաստատող փաստաթուղթերու համար գործածված են հայկական հնագույն զարդանախշեր, ասոնք վերմանուշակագույն ջարակայթով դեսանելի անձնակրի պաշտպանիչ շերտերն են։ Դվյալներու էջին վրա եւս պատկերված են հին զարդանախշեր։ Երրորդ էջում Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն է։ Ինչու եմ ասում Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբեն, որովհետև հենց 405 թվականի իր նախնական վարկածով է, որ այբուբենը արտահայտվելու է անձնագրի մեջ եւ հիմա հաջորդի վեճերում մենք կտեսնենք, որ մենք աշխատել ենք, որպեսզի անձնագիրը եւ անձնագրի վիզուալ պատկերները ներկայացնեն մեր ինքնությունը եւ մեր պատմությունը։ Փաստաթուղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական պատմամշակութային ժառանգությունն ու pedagogian խորհրդանիշները։ Հայաստանի ուրվագծային քարտեզը, այբուբենը եւ առաջին հայադար նախատասությունը։ Այբուբենի որոշ դարեր ավելի մեծ ձևով ներկայացված են, որոնցով ընդգծված է որոշակի միտք եւ դրամապանություն։ Ատառը նկատի ունենալով ազատություն, անկախություն, ետառը երջանկություն, էտառը նկատի ունենալով, որ մեր գրապարում Աստված է նշանակում, Աստծուն ընդգծնելով, ժտառը ժողովրդին ընդգծելով, իտառը ինքնիշխանությունը ընդգծելով, խտառը խաղաղությունը, կյանք, հն Հայաստան, մն մարդ ջուրն ենք ուզեցել ընդգծել նաև որպես կյանքի խորհրդանիշ, ոտառը, քանի որ նախնական տարբերակում օտար չի եղել, նկատի ենք ունեցել օրենքը, օրինականությունը, մտառը ասցի մարդուն ենք նկատի ունեցել, պտառը նկատի ենք ունեցել պետությունը, ստառը նկատի ենք ունեցել սերը, Քտառը նկատի ենք ունեցել Քրիստոսին որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն։ Այս ընդգծումները ըստ վարչապետին գշեշտեն պետության ռազմավարությունները, ընկալումները, ցկդումներն ու պատկերացումները։ Անձնակրին մեջ ներկայացված է նաև հայու ցակումնապանությունը, պատկերված են Հայկ Նահաբեդը, Քեղամա լերներուն ու Ուխտասարի մեջ գտնված ժայռապատկերները։ Ներկայացված է նաև Երևանի հիմնադրման Սեբակիր արձանագրությունը։ Պատկերված են նաև Արտաշեսյան ժամանակաշրջանի սահմանակարերը, որոնց
վրա արամեերեն արձանակրություններ կան։ Սահմանակարի դեղատրման ցևն ու թիրքը, դվյալ ժամանակի գենցաղավարությունը եւ գյուղատնտեսությունը պատկերող դեսողականացումը եւս գիտնականներու հետ խորհրդակցություններով արդյունքով ցևավորված։ Սահմանակարի ընտրությունը պատահական չեն կարել, այն շատ կարևոր պետական եւ իրավական գործիքի հանդիսացել նույնիսկ այն ժամանակահատվածում, որովհետեւ ցույց է տվել պետության գոյությունը, պետական կառավարման էությունը եւ նաեւ հողային բարեփոխումները, որոնք որ տեղի ունեցել այդ ժամանակահատվածում։ Հաջորդ էջին վրա Մայրաթոր Սուրբ Էջմիածինն է, խորհրդանշելով քրիստոնեությունը որպես pedagogan գրոն ընդունելու փաստը, ընդգծված է քրիստոնեության ընդունման դարեթիվը։ Ներկայացված են նաև ժամանակագից pedagoganության խորհրդանիշները, Հայաստանի նախագահի նստավայրը, Կառավարության ազգային ժողովի սահմանադրական դատարանի շենքերը։ Պատկերված են նաև Երևանի Կասկադը եւ Ալեքսանդր Թամանյանը որպես ժամանակագից քաղաքաշինության նախաբեդ։ Ուշադրություն դարձրեք, որ էջի կեսից ներքևի հատվածն է օգտագործված եւ այս սահմանափակումը բոլոր էջերում մենք նկատի ենք ունեցել։ Պատկերները փորձել ենք տեղադրել են տրամաբանությամբ, որ նրանց ամբողջականությունն էլ չտուժի, բայց մյուս կողմից էլ էջի համար եւ անվտանգային պաշտպանիչ շերտերի համար խնդիրներ չառաջացնենք։ Այդ պենական գարկով ներկայացված են մարզերը, Արաքածոտնի մարզը Արաքած լերով, Արարատի մարզը Խորվիրաբով, Արմավիրը լավաշի թխման կորձընթացով, այքիներով ու բդուղներով, Քեղարքունիքի մարզը ցևավորված է Սևանալիջով եւ 10-րդ տարու Փերտկունք ամրոցով, Գոդայքը Քարնիի դաջարով, Լորիի մարզը Լորի Փերտ ամրոցով, Շիրագը Գյումրիի պատմական կենտրոնի փողոցով եւ Գարքի դեսարանով, Սյունիքը Պաղափերտ ամրոցով, Դավուշը Սրանոցի գամուրջով, Վայոց ծորը Չերմուկի չրվեժով եւ Խորհրդանիշ եղնիկով։ Պատկերված են նաև աղավնիներ ընդգծելով խաղաղությունը։ Անցնակրի վերջին էջը կփակվի Հայաստան թռչնադարերով։ Կենսաչափական անձնագրերի ներդրմանը զուգահեռ մենք մեր սահմանային անցման կետերում նաև ներդնելու ենք առանց մարդկային կոնտակտի անցման մոդելը, երբ որ քաղաքացիները կենսաչափական անձնագիր ունեցող ուղղակի այդ անձնագրերը սկան անելու միջոցով եւ մարդու հետ շփում չունենալու պայմաններում կարողանան հատել սահմանը օդանավակայանում եւ սահմանային անցման մյուս բոլոր կետերում։ Նշված է, որ Հայաստանը կգադարե կարևոր քայլ ժամանակագից անվտանգ եւ միջազգային չափանիշներուն համապատասխան անձնակրային համագարկ ունենալու ուղղությամբ։ 2018-ին 2025 թվականներու առողջապահության ոլորտեն նես իրականացված են շուրջ 40 միլիարդ դրամի ներդրումներ բժշկական հաստատություններու կառուցման, վերանորոգման եւ սարքավորումներով օժտելու համար։ Առողջապահության նախարար Արանիտ Ավանեսյանի խոսքով մինչեւ հուլիս ամիս տասնյակ բժշկական կենտրոններու եւ բուժարաններու մեջ աշխատանքները պիտի ավարտին։ Ավանեսյանը ընդգծած է, որ իրականացված ներդրումները հնարավորություն տված են սպասարկելու աջող թիմելիությունը, իսկ բարելավված պայմանները նպաստած են մարզերում մեջ բժշկական անձնակազմի համալրման։ 2018-ին 2025 թվականներում 40 միլիարդ դրամ հատկացված է հանրապետության բժշկական հաստատություններու կառուցման, հիմնանորոգման եւ սարքավորումներով հագեցման համար, որ 28 միլիարդը pedagogan կանցարան են 50 գազམ་ագերբություններ շահագործման անցնելու խոստումը մինչեւ դարեվերջ ամբողջությամբ պիտի իրականացվի, նշած է առողջապահության նախարարուհին, իսկ մինչեւ հուլիս պիտի ամփոփվին աշխատանքները 24 բժշկական հաստատություններու եւ 11 շարժական բուժարաններու մեջ։ Առաջիկա օրերին մենք արդեն իսկ ամփոփման շինարական աշխատանքների եւ գույքով հագեցման աշխատանքների փուլում ենք գտնվում Սիսիանի բժշկական կենտրոնը, որը ամբողջովին նոր կենտրոն է եւ ծառայելու է մարզին որպես ռազմավարական գերհագեցած մահճակալային ֆոնդով նոր տեխնոլոգիական սարքավորումներով կենտրոն։ Ավանեսյանը ընդգծած է, առողջության համընդհանուր ապահովագրությունը պիտի չիրագործվեր, եթե չլային նախորդող խոշոր ներդրումները։ Մեր տարիների հագեցումները ըստ էության այսօր հնարավորություն տվեցին, որ դիմելիության աճը, որը կանխատեսվում էր, մենք հնարավորություն ունենանք սպասարկելու։ Ես մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ մարզային բժշկական կենտրոնները իսկապես աննախադեպ հոսք ունեն։ Եվ սա խոսում է նաև թե վստահության եւ թե հասանելիության մեծացման մասին։ Նախարարուհին նաև շեշտած է, սարքավորումներով կհամալրվին ոչ միայն նորագարույց բժշկական կենտրոնները, հարաճիգային դասը ստնդակրական սարք պիտի դեղագայեն Երևանի եւ մարզերում մեջ։ Արդեն որոշված են նաև հաջորդ 29 շարժական բուժարաններու վայրերը։ Փորձում ենք համաչափությունը ապահովել, մենք ամեն մարզում
այս բանի 3 առնվազն ամբուլատորիա կառուցում ենք եւ այսպես պիտի ընդլայնենք, հաշվի ենք առնում իհարկե վիճակը, իհարկե բնակչության խտությունը, իհարկե նաեւ մոտակայքում արդյոք արկա են հնարավոր ալտերնատիվ ծառայությունները մատուցելու հնարավորություններ, թե չէ։ Մարդունիի, Սիսիանի, Վայոց ծորի բժշկական կենտրոններու կառուցումը 0-ն, Թալինի բժշկական կենտրոնի, Արդաշադի Արմավիրի թարմանադներու վերակառուցումը, ասոնք 50-ն, քանի մահատն են։ Մի փուլում շատ ավելի զգուշորեն սկսեցինք վերակառուցումներ իրականացնել, որովհետև հասկանում էինք, որ անգամ եթե ամբողջովին նորացնում ենք շենքը, բայց կոնցեպտուալ առումով դժվար է մեր նոր ժամանակակից այդ ստանդարտները ապահովել հին շենքերի մեջ։ Հիմնական փոփոխությունները ազդած են նաև բժշկական անձնագազմին վրա։ Այժմ ավելի շատ բժիշկներ կնախընտրեն աշխատել մարզերում մեջ։ Թե Սպիտակի բժշկական կենտրոն, թե Գորիսում, թե Մեղրիում մենք տեսնում ենք նոր համալրված կադրեր։ Արդյոք բավարարում է մեզ այս հագեցվածությունը, ոչ, եւ շարունակելու ենք նպատակային օրդինատուրաների ծրագիրը, որպեսզի մենք կրթության ծախսերը փոխհատուցենք եւ հետո արդեն մեր մասնագետներին ուղարկենք։ Բարելավված նեղ մասնագիտական բժշկական կենտրոններն են այրվածապանության եւ մաշկապանության, գաղվածություններու ազգային կենտրոնները, հոգեգան առողջության կենտրոնները։ Ցավոք սրտի հապակում ունենք շինարարական ընկերության հետ խզում ենք պայմանագիրը, դատական վեճերի մեջ ենք եւ մենք նաեւ շատ խստապահանջ ենք որակի նկատմամբ, մեզ համար թե ժամկետը եւ թե որակը հավասար կարևոր նախապայմաններ են եւ այո շատ սկզբունքային ենք լինելու աշխատանքների եւ որակական չափանիշների նկատմամբ։ Պատասխանելով Ադրբեջանի մեջ բահվող հայ քերիներու վերաբերյալ հարցման, նախարարուհին շեշտած է, որ այդ խնդիրը կառավարության մշտական ուշադրության կենտրոնին է։ Մեր հայրենակիցների թե առողջական եւ թե մյուս բոլոր հարցերով արտաքին գործերի նախարարության համակարգմամբ մշտապես աշխատանքները ընթանում են եւ այս մասով վստահեցնում եմ, որ թե միջազգային ուրեմն իրավունքի եւ թե բոլոր հնարավոր հումանիտար խողովակներով մեր արտաքին գերատեսչության համակարգմամբ ուշադրության կենտրոնում է։ Առողջապահության համընդհանուր ապահովագրության արդյունքով հարաճած հերթերուն անդրադառնալով նախարարուհին շեշտած է, եթե անձը անհաբաղ շտապ օգնության գարիք չունի, ապա ծրագրային բժշկական օգնության բարակային հերթերը բնականon են։ Մենք միշտ նաև դիտարկում ենք այսօր օրինակ զարգացած երկրներում ինչպիսին են հերթերը բժշկական օգնությունից ստանալու, ես դες վստահեցնում եմ, որ Հայաստանը այս առումով լավագույն դիրքերում է։ Շարունակելով ապահովագրության նյութը, նախարարուհին ընդգծած է, որ մարտ ամսուն արդեն բուժաշխատողներու միջին աշխատավարձերու թրական աճ արձանագրված է։ Աշխատավայրեններս հոգեբանական եւ ընկերային վտանգները դարեգան գդուժե շուրջ 840,000 մարդ։ Ապրիլ 28-ին աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվան շրջանագեններս ընդգծված է, որ արժանապատիվ աշխատանքը կպահանջի անվտանգ պայմաններ, արդար վարձատրություն եւ հավասար հնարավորություններ։ Պաշտոնյաներուն խոսքով թե ոլորտներս կիրականացվին բարեփոխումներ, խնդիրներուն արդյունավետ լուծումը հնարավոր է միայն գործադուներու պատասխանատու վարքին եւ կանխարգելման ուժեղացման միջոցով։ Աշխարհի մեջ հոգեբանական եւ ընկերային թերացումներու հետևանքով դուժողներու թիվը դարեգան 840,000 է։ Կփաստե աշխատանքի միջազգային գազագերբության զեկույցը։ Ապրիլ 28-ն աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրն էր, որուն ալ նվիրված էր արժանապատիվ աշխատանք եւ անվտանգ միջավայր խորակրով միջոցառումը։ Արժանապատիվ աշխատանքը պարզապես զբաղվածություն չէ, դա մարդու հիմնարար իրավունքն է ունենալու արդար վարձատրություն, անվտանգ եւ առողջ աշխատանքային պայմաններ, մասնագիտական առաջընթացի հավասար հնարավորություններ։ Այս սկզբունքը ոլորտային քաղաքականության հիմքն է, վստահեցուցած է նախարար Թորոսյանը։ Իրականացվող աշխատանքները միտված են ձևավորելու այնպիսի համակարգ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ զբաղվածության ոլորտից կամ սոցիալական կարգավիճակից, կունենա անվտանգ աշխատելու, պաշտպանված լինելու եւ արժանապատիվ կյանք կառուցելու լիարժեք հնարավորություն։ Անվտանգ աշխատանքային պայմանները աշխատանքային հարաբերությունների անբաժանելի եւ առաջնային մասն են։ Եվ յուրաքանչյուր գործատու արտավոր է ապահովել աշխատակիցների կյանքի եւ առողջության իրավունքը եւ վստահ եմ, որ դրան կարող ենք հասնել միայն համատեղ ուժերով։ Վերջին տարիներուն ոլորտը ղեկավարելու համար բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ իրականացված են։ Ընդգծած է ազգային ժողովի աշխատանքի եւ ընկերային հարցերու մշտական հանձնաժողովի նախագահը։ Մեր օրենսգիրքը ուներ լուրջ բացթողումներ սահմանելու համար եւ հակախտրականության նորմը, հարկադիր աշխատանքի պահանջը, ինչպես նաեւ ճունենք
կարգավորումներ բռնության վերաբերյալ, բռնության ցանկացած տիպի վերաբերյալ։ Օրենքներն ու վերահսկողությունը կարևոր են, սակայն մեծ մասնաբաժին ունի նաև գործադուին վարկն ու գիտակցությունը։ Շատ կարևոր է, որ գործատուները պահպանեն անվտանգ պայմաններ առանց տեսչականի, ստուգումների կամ տուգանքի վախից։ Հերիկնազ Դիկրանյանն ալ ընդգծած է աշխատանքի ոլորտներն ներս գարկավորումները պետք է հավասարակշռված լան այնպես չլա որ աշխատողի իրավունքներուն առավելություն տալով նսեմացվին գործադուի իրավունքները Մենք տեսնում ենք բարբերաբար փոփոխություններ դրական դինամիկա այն առումով որ գործատուներն են լինում ավելի շատ սոցիալական պատասխանատու եւ կորպորատիվ կառավարումը շատ ավելի մարդակենտրոն է դառնում նաեւ ուրախությամբ ուզում եմ նշել որ աշխատողներն են շատ ավելի իրավագիտակից եւ կարողանում են պահանջատեր լինել Անչափահաս աշխատողներու իրավունքներու պաշտպանությունը առողջապահական եւ աշխատանքի դեսչական մարմնի կորձունեության կարևոր ուղղություններն է։ Վերահսկողության արդյունքով 2021-2025 թվականներուն հարուցված է 75 վարչական վարույթ 17-ի բարակային արձանագրված են շարք մխախտումներ։ Օդարերկրացիներու աշխատանքի նկատմամբ վերահսկողությունն ալ ուշադրության կենտրոնին է։ 82 օդարերկրացի չէ ունեցած աշխատանքային պայմանագիր 7-ն դժբախտ պատահարի հետևանքով մահացած է աշխատավայրեններս։ Նույնիսկ դեպքը արձանագրված երբ գործադուն վերցուցած է անձնակիրներն ու չէ վճարած աշխատավարձերը։ Այս եւ նմանատիպ այլ դեպքեր է խուսափելու համար միայն վերահսկողությունը բավարար չէ, նշած են պաշտոնյաները։ Եթե նույն ռեսուրսով, այսինքն 2-ից 3 մասնագետ մինչև 15 աշխատանքային օր իրականացնում 1 տնտեսավարողի մոտ ստուգում, մենք այդ նույն ռեսուրսով 2-3 ժամում մի քանի տասնյակ տնտեսավարողների համար իրականացնում ենք իրազեկման սեմինար եւ բարձրացնում իրավագիտակցումը Մեխը, ինչպես նշվեց բոլոր ելույթներում, կանխարգելումն է, այսինքն մենք չպետք է հետևանքների դեմ պայքարել, այլ յուրաքանչյուրս մեր տեղում ունենանք կանխարգելիչ գործողություններ։ Հերիկնազ Դիկրանյանը նկատել տված է այսօր աշխատողին համար այլևս ծերնդու չէ չքրանցված աշխատիլը։ Կառավարության մի շարք քաղաքականություններ դա կդի առողջապահության ապահովագրությունը թե այլ ռեֆորմներ ուղիղ կամ անուղղակիորեն նաև բերում են նրան, որ քաղաքացին դառնում է պահանջատեր Պաշտոնյաները հորդորեցին գործադուներուն ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ ոչ թե զուտ օրենսդրական պահանջի, այլ հոգեբես ու մարմնաբես առողջ անձնագազմ ունենալու համար, իսկ քաղաքացիներուն գոչ ուղեցին դեր կանգնելու իրենց իրավունքներուն։ Այս շաբթվան համար մենք պատրաստած էինք այսքանը, շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։